կրճարկը։ Մինչև նոյեմբերի 30-ը բաժանորդագրվիր Orange ինտերնետին 1 տարով և ստացիր 1 ամսվա բաժանորդագրություն անվճար։ Եվ ինչպես միշտ, ինտերնետ հիմա մոդեմը 1 դրամով 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում։ Չէ՞ որ Orange-ում լավ բաները չեն ավարտվում։ Ճաշակով և պերճաշուք Սպասկով սեղանը ցանկացած կնոջ երազանքն է։ Սպասքի Ագատ վաճառատուն։ Լավագույն տեսական ու առաջարկը ամենանրբաճաշակ կանանց և տնային տնտեսուհիների համար։ Նորավոճ ու մատչելի խոհանոցային կաթսաներ, ափսեներ, ծաղկամաններ ու ապակեղենի ընտրության մեծ հնարավորություն, ներկրված եվրոպական երկրներից։ Արգաժան տղամարդիկ հաճելի նվերով անակնկալ մատուցեք ձեր սիրելիին և գեղեցիկ Սպասքի շողացող փայլով լցրեք ձեր բնակարանը։ Նվերը ամբողջական լինելու համար նույն սրահից ընտրեք նաև յուրօրինակ մատանի կամ ապարանջան։ 5000 դրամ և ավելի գնումների դեպքում սպասվում է հաճելի անակնկալ։ Ագատ, հասցեն Տիգրան Մեծի 6 կենտրոնական փոստի դիմաց։ Հերթական գնանկումը Կոնսուլ Էլեկտրոնիքսում։ Փոշփոշակուլը հիմա արդեն 45000 դրամով։ Բայց մի թողեք այս բացառիկ կրճարկը։ Հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք զրույցը Ամեկ+ հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսյանի հետ։ Պարոն Մովսյան, վերջին շրջանում լրագրողների նկատմամբ վերջին տարիներին կարծես թե Հայաստանում սկսել են շատանալ ոտնձգությունները։ Ֆիզիկական, հիմնականում մենք ֆիզիկականի մասին ենք տեղեկացվում, մնացածը կարող ասենք ներքին կարգով է լինում։ Սրանով մենք ինչի առաջ վերջո կարող ենք կանգնել, որ այլևս այն լրագրողը, որը տեսնում է, որ իր գոլեգայի նկատմամբ ոտնձգություն է կատարվում, սկսում է ինքնագրաքննությամբ զբաղվել եւ դրանով դաշտը վերահսկվում է։ Դա հիմնական նպատակը, թե այս կամ այն լրագրողներին լրացնելը։ Հիմնական նպատակը շատ ճիշտ նշեցիք։ Վախի մթնոլորտը պետք է ստիպի, որ բոլորը ենթարկվեն մի փայտիկի շարժման, նրա այդ ռիթմով ապրեն եւ այդ ռիթմով գրեն, այդ ռիթմով աշխատեն։ Իշխանությունը անցել է արդեն վայրի բնազդների վրա։ Մի կողմից վայրագություն, վայրենություն, որպես բնազդ վայրենի իրանք են դրսևորում եւ հաշվի են առնում, որ նույն բնազդը վախի պետք է աշխատի հակառակ կողմի վրա։ Լինում է դեպքեր, որ ազդում է, բան չունեմ բնազդային հարաբերությունների մեջ են։ Բնազդային հարաբերությունների մեջ են, մոռանում են, որ 21-րդ դարն է եւ արդեն բնազդները ենթարկվում են մարդու տրամաբանությանը։ Երբ որ մարդ ունի տրամաբանություն, բնազդով իրան թույլ չի տա ապրել։ Հիմա եթե ես չեմ սիրում գալլան նայել, օրինակ, պետք է գամ պայթացնեմ գալլան։ Մոտավորապես։ Չէ, իմ տրամաբանությունը կհուշի, որ ես կփոխեմ ուրիշ ալիքի վրա։ Ոչ թե կասեմ տանկերը խոտ տվեք, գնացեք տրորեք, անցեք, եկեք ասեք ինչ արեցիք։ Սենց վերաբերմունքը, դա ջունգլիների վայրի, այսպես ասած, ցեղերի ինչ-որ բնազդ է, որը դրսևորվում է այսօր, ու չգիտեմ ինչքան է դեռ տևելու, եւ իրանք էլ համոզված են, որ այդ բնազդով իրանք ազդելու են վախի բնազդի, այսպես ասած, վրա եւ հաղթելու են։ Դա երևի միջև հիմա ստացվել է իրենց մոտ, կարծում եմ, որ դուք գիտեք, բնազդն էլ շատ երկար չի կարող աշխատել, որտեվ մի քանի վախը կամ մահ է, կամ հերոսություն։ Հիմա այս արդեն իրանք չեն կարող ղեկավարել։ Հիմա եթե կրկին անդրադառնանք Հայաստանի լրատվական դաշտին, շատ քննադատություններ են հնչում, որ այստեղ կարծես թե երկու մասի է բաժանված լրատվական քաղաքականությունը, մի մասը իշխանական, մյուս մասը ընդդիմադիր, ընդդիմադիրը ավելի փոքր։ Եվ չկա այն կամ շատ քիչ են միջանկյալ հատվածը, որը ներկայացնում է այսպես օբյեկտիվ լրատվությունը։ Դուք եթե կիսում եք այդ կարծիքը, ինչ եք կարծում, ինչն է պատճառը, որ Հայաստանում չի ձևավորվում այդ միջին օղակը, որը կապահովի առավելագույն ազատ եւ օբյեկտիվ լրատվությունը։
Միջին հասկացողություն իսկապես ոչ մեկը չի պատկերացնում, այսօր նաև ես էլ չեմ պատկերացնում միջին, ոնց կարող է լինել միջին, երբ որ տեսնում ես վայրենություն, միջակ չես կարող լինել, միջին կանգնած, կամ պետքա վախենաս, կամ պետքա գնաս կռիվ տաս։ Այսինքն ակամա թե ակամա վերածվում ես հակամարտող կողմի։ Այո, եւ այդ ձեռնոցը իրանք են նետել, մենք չենք նետել։ Մենք ընդունում ենք մարտահրավերը, կամ չենք ընդունում մարտահրավերը։ Եթե ընդունում ենք, մենք դառնում ենք արդեն միջինից բարձր, եթե չենք ընդունում, միջինից ցածր։ Իսկ միջինում կանգնած դա գորշ գույն է, երևի որը չի էլ երևում, ես չեմ ճանաչում այսօր միջին։ Ես ճանաչում եմ երկու մաս, երրորդը չեմ տեսնում։ Այսինքն Հայաստանում այս պարագայում գրեթե հնարավոր չէ լիարժեք օբյեկտիվ լրատվություն իրականացնել։ Հնարավոր է, պատկերացրեք, հնարավոր է եւ դա պարտադիր է, որ պետք է լինի։ Եվ դա է հենց նշանակում կռիվ տալ վայրագությանը, օբյեկտիվ լրատվությամբ։ Եթե երկրում տեղի է ունենում կոռուպցիա, կոռուպցիան արդեն խեղդում է, այս հանրապետությունը չի կարելի շրջանցել կոռուպցիան։ Եթե մարդասպանությունը բարգավաճում է, չի կարելի շրջանցել։ Եթե երեխաների ճնշումը զարգանում է, չի կարելի շրջանցել։ Եթե ծերերի եւ թոշակառուների իրավունքները ոտնահարվում են, չի կարելի շրջանցել։ Իսկ շրջանցելու դեպքում արդեն դառնում ենք երրորդ կատեգորիա։ Պարզ է։ Կամ սև, կամ սպիտակ։ Այո։ Եթե կրկին անդրադառնանք մրցույթին, խոսքը վերաբերում է թվայնացմանը, այդ թվայնացումը առաջընթաց էր թե նույն իրավիճակի ստատուս քվոյի պահպանում, չասեմ հետընթաց։ Ուրեմն սա հերթական դերասանությունն էր, որը Հայաստանը միջազգային հանրությանը ներկայացրեց, որ 2 տարում մենք կմշակենք թվայնացման ձևերը, պրինցիպները, կհայտայտենք փողեր, մոռացան նշեն, որ կուտենք, շարունակեցին, որ կթվայնացնենք, դա ինձ հիշեցնում է շատ վատ տարիներ, սկսած 98 թվականից, երբ որ ամեն ինչը վերածեցին խաբեության, դրեցին այդ ռելսերի վրա, խաբելով, թոզ փչելով ժողովրդի աչքերին, քշել առաջ։ Հիմա անցել են